Բարև ձեզ։ Պարուհ ջան, մենք շարունակում ենք Արցախի ձայներ հաղորդաշարը։ Դուք մեր այսօրվա հյուրն եք։ Հաղորդման ուղերձն է կիսվել ոգեշնչող հաղորդագրություններով բոլոր նրանց հետ, ովքեր ապրում են իրենց կյանքում դժվարին պահեր։ Բերեք սկսենք ձեր գործունեությունից եւ ինչով է այն տարբերվում մինչ 20 թվականը եւ 20 թվականից հետո։ Ինչպես շարաբաստիկ տրագիկ իրադարձությունները փոխեցին ձեր կյանքը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Տեսեք, որպես այդպեսին շատ մտքեր կարտահայտելու, բայց փորձեմ ինձ հասկացա, որ կենսագրականով անդրադառնանք, որպեսզի ավելի լավ պարզ լինի այդ ամեն ինչը եւ դժվարությունը եւ բարդությունը եւ նաեւ հաղթահարման ուղիները երևի վերջում ենթադրում եմ, տես կլինի։ Ուրեմն ես ծնվել եմ 1984 թվականին Արցախում, Մարտունու շրջանի Նորշեն գյուղում, մտավորականի ընտանիքում։ Իսկ սկզբանե ես դաստիարակվել եմ հայրենասիրական ոգով եւ այդ դաստիարակության ընթացքը տարավ ինձ այնտեղ, որ ես ընտրեցի սկզբանե զինվորականի մասնագիտությունը։ Մեկ-մեկ երբեմն ես ինձ հարց եմ տալիս ու մի քանի անգամ եմ այդ հարցը տվել ու տարբեր ժամանակներում տարբեր կարծիք եմ ունեցել։ Մա առաջին կարծիքս նա էր, որ ես որպես հայ վրեժի ծարավ ունեի։ Մեր ուսումնասիրելով մեր նախկին պատմությունը, հրամանատարների, նրանց անցած ճանապարհը եւ մեր աշխարհագրական դիրքը եւ այդ հարստահարողների նկարտումները, հենց առաջի հարցից պատասխանը դա էր, որ ընտրեցի զինվորականի մասնագիտություն, այնուհետև էլի ընթացքում հարցեր են առաջացել, փոքր դեռևս երկրորդ դասարանում 92 թվականին, երբ որ մենք կարճ ժամանակով էլի եկանք Հայաստանի Հանրապետություն, այդ առաջին Արցախյան ազատամարտի խոսքս, եւ այդ ժամանակներից այդ դժվարությունները, այդ ամեն ինչը հերթական անգամ դաս եղավ, որ ես ի սկզբանե մտածեցի, որ սա է այն ճանապարհը, որ պիտի ես անցնեմ ու չեմ էլ փոշմանում, ես այսպեսի մի միտք արտահայտեմ, էլի շատ զրկանքներ պատրաստ էի կրելու, բայց եթե ես լինեի իմ սեփական, իմ իրական ծննդավայրում, այնպես չի, որ Հայաստանի Հանրապետությունը մեր ծննդավայրը, ասա մեր սուրբ հայրենիքն է, բայց խոսքը ծննդավայրի մասին է։ Ու այդ տարիների ընթացքում, ուսումնառության ընթացքում բավականաչափ գիտելիքներ, պատմության ընթացք, նախկին ազատամարտի մասնակիցների հետ զրույցներ, տարբեր հանգամանքներ ստիպեցին մի քիչ ճիշտ սիրել ստիպեցին այդ մասնագիտությունը եւ ես ընտրեցի այդ մասնագիտությունը, ընդունել եմ Արցախի պետական համալսարանի նախազորակոչային պատրաստություն եւ ֆիզիկական պատրաստություն բաժինը ժամկետային զինծառայությունս անցկացնելուց հետո աշխատել եմ որպես զինվորական ղեկավար եւ պատիվ եմ ունեցել կրթելու, դաստիարակելու մեր սաներին, սովորողներին եւ ոչ միայն դաստիարակելու, այլ նաեւ ռազմահայրենասիրական դաստիարակություն ուսուցանելու եւ հետագայում եւ ես որ ինչ խնդիր, ինչ առաջադրանք որ ստացել եմ, որ մարտական գործողությունների մասնակցել եմ, կրծեր օղակի հրամանատար, թե միջին օղակի հրամանատար եղած ժամանակներս փորձը ցույց է տվել, որ այո, իմ կատարած աշխատանքս դեպքեր են եղել, երբ որ ես մարտի մեջ եմ եղել իմ ուսուցանած աշակերտի հետ։ Սա իմ կարծիքով իրադրությունը վատ է, բայց այս մի տեսանկյունից, որ քո կատարած աշխատանքը ինչ որ չափով ծառայում է իր նպատակին։ 90-ականներից ի վեր կարող ենք ասել, որ ձեր կյանքը եղել է պատերազմի մեջ, պատերազմը զուգահեռ քայլել է ձեր ամբողջ ճանապարհով, կենսագրական փուլերով, ինչ է սովորեցնում մեզ պատերազմը։ Տեսեք, ընդհանուր ինքը ռազմարվեստ հասկացողությունը մեզ նախ չի կարա մարդը չունենա հայրենասիրություն, բայց կարողանա կիրառի այն, ինչը պահանջում է հայրենիքը։ Դες բան անհնար է։ Տեսեք, ես միշտ համեմատում եմ այս միտքը, համեմատության եզրերը գտնում եմ այս ձևի։ Տեսեք, եթե ես պետք է պայքարեմ ուրիշ տեղ, ինչի համար։ Այդ պայքարի մեջ հիմքում ի՞նչն է անկած։ Ոչինչ։
Նպատակ չկա։ Իսկ եթե դու պայքարում ես քո հայրենիքի համար, քո երկրի համար, քո ժողովրդի համար, այդ պարտքի զգացողությունը, այդ ընթացքը, կատարման ընթացքը վերահասվում հաջողության։ Տեսեք, այս պահին մենք գտնում ենք մի այնպիսի իրավիճակում, որ Արցախը ժամանակավորապես չկա, բայց երբեմն մենք պետք է մտածենք, որ չպետք է ասենք ապարդյուն անցել այդ ամեն ինչը։ Ինչու՞, որովհետև մենք այդ ընթացքում, այդ 25-30 տարիների ընթացքում մեր ավակ ընկերները եւ մասնակցությամբ հայաստանյան հատվածի Սփյուռքի գործունեություն են ծավալել, այդ թվում պատերազմներ են մղել հանուն Արցախում այդ տարիների ընթացքում, որպեսզի սերունդ աճի։ Իսկ այդ աճած սերունդն էլ ոչ պակաս ներդրում ունեցավ այս ընթացքի համար, տեսեք, մեկան չի ձեռքերը բարձրացնել հանձնվել հակառակորդին, մեկան չի պայքարի արդյունքում ընդհանրապես պատերազմները տենց է ենթադրում։ Պատերազմը լինում է պիտի կամ պարտվես, կամ պիտի հաղթես։ Հիմա ես չեմ ընկալում, չեմ ընդունում, միգուցե իմ ներքուստ չեմ ընդունում, որ մենք պարտվել ենք։ Ոչ, այդպես չի, մենք չենք պարտվել։ Ես այդպես եմ մտածում, որովհետև տարբեր լրատվական միջոցներ, տարբեր շրջանակներ խոսում են պարտության մասին։ Հիմա եթե անհատապես մեկը ինձ հարցնի, հիմա ես ինչով եմ պարտված։ Ես ինչ չեմ արել, որ պարտվել եմ։ Ընդհակառակը ես կարամ հակառակը համոզեմ, որ իրանց ճակերտավոր ասած պարտության մեջ ես ամեն ինչ արել եմ, որ այդ պարտությունը չեմ, ու ոչ միայն ես, ինձ նման հազարադներ։ Շատ լավ, իսկ ձեզ այժմ հասարակությունը նախապատրաստվում է պատերազմի։ Ես զգում եմ, որ մենք պատշաճ մակարդակի միջոցառումներ, պրոպագանդա չենք անցկացնում, չեմ ասում, որ պատերազմի պրոպագանդա պիտի լինի, ոչ, ընդհանրապես խոսքս գնում է ուժեղանալու մասին, ուժեղանալու, թեկուզ փոքր հանրային խմբերով պետք է ինձ մե հատուկ պլան լինի մարդկանց նախապատրաստելու պատերազմին, թվացյալ կամ կարծեցյալ կամ իրական պատերազմի, որովհետև ամեն դեպքում մենք գտնվում ենք պատերազմի մեջ, շարունակական պատերազմի մեջ։ Ուրեմն ի տարբերություն շատ այլ ոլորտների, ռազմական ոլորտում այսպիսի մի բան կա։ Եթե կարողանաս ցույց չտաս, որ դու պատրաստում ես պատերազմի, դա պատերազմի ամենալավ պատրաստվելու միջոցն է։ Իսկ եթե դու պատրաստում ես պատերազմի ու դա ի ցույց ես դրվում, դա ընդհանրապես վնասա քո երկրին, դա այսպես հակառակորդին օգուտ է։ Ուրեմն հիմա ես միշտ դեմ եմ եղել տարբեր խմբերով, տարբեր տեղերում ինքնուրույն առանց մի կենտրոնից ղեկավարվելու ստորաբաժանումների գոյությանը։ Ինչու՞, որովհետև այդ ստորաբաժանումները չեն կարող իրականացնել գլոբալ մարտական խնդիր։ Չկա համագործակցություն, հետեւաբար տեղի է ունենում շատ պարակտում ունենում եւ այսպես ասեմ, ձախ ձեռքը չի իմանում աչը ինչ անում։ Այսինքն դրա համար պետք է մի կենտրոնից ղեկավարվի, ու այդ կենտրոնից ղեկավարումը լինի հստակ, որպեսզի այդ ամեն ինչը տեղ ունենա։ Իսկ ինչ վերաբերում է պատրաստվելու մասին, մի դեպք հիշեցի ձեր հարցի վերաբերյալ, ես երբ որ եկա դիմիջանոց սկիզբ ասեմ, որ մի քիչ ավելի ճիշտ դառնա, ես որ սեպտեմբերի 30-ին եկել եմ Դիլիջան, խոսքը վերաբերում է սեպտեմբերի 23 թվականի սեպտեմբերի։ Մինչև այդ 20 թվականին իմ ընտանիքս եկել էր, ես ընդհանրապես ծանոթ չէի Դիլիջանին, եւ ոնց եմ հայտնվել այստեղ, ես իմ երեխաների հորդորով, որ իրանք ասում են, որ մենք դե սովորել ենք, ծանոթ ենք, դրա համար եկել եմ, սկիզբը դա թող լինի, ու որ եկել եմ ամսի 6-ին, բնականաբար իմ էությանը բնույթից համաձայն չէի կարող պարապ նստել, եւ էլի մի բան հիշեցի այդ ընթացքում, ճանապարհին գալայի, եթե չեմ սխալվում, գալա լրատվական միջոցի հաղորդավարուհին ինձ հարց տալիս, ասում է դուք ինչով ինչ եք պլանավորում, ինչ եք անելու, ինչով եք օգնելու։ Ես ասել եմ Արցախից եկած ցանկացած, տղամարդկանց մասով եմ դեռևս ասել, ինչքան որ մարդ կա, պետք է իրենց ծառայողական, իրենց ունակությունները ներդնեն, որպեսզի օգնենք Հայաստանի Հանրապետությանը։ Հիմա
ու միառի թողել էսպիսի մի միտք եմ ասել չեմ սիրում որ մեզ կարեկցում են ընդհանրապես չեմ սիրում որ մեզ կարեկցում են ժամանակավոր այս ամեն ինչը դրա համար մենք պիտի որպես կարեկցանքի օբյեկտ չդիտարկենք նույնիսկ ինչ որ միտեղ չնայած դա միջազգային բան է այդպես մարդասիրական իրավունքից ելնելով բան նույնիսկ միջազգային կառույցները երբ որ օգնություն են տրամադրում ես շնորհակալություն եմ ասում բայց հոգու խորքում մի բան կա մի սև գետ կա որ այդ հոգու խորքում ես դա ոնց ասեմ չեմ կարողանում հաշտվել այդ հասկանալի է որտեվ միշտ դուք եք ստեղծել արարել ապահովել հա մի անգամ դասից մի 5-10 րոպե մնացած խոսում էինք պատրաստության մասին եւ դու այդ քո պատրաստվածությունով ինչպես կարաս ծառայես քո հայրենիքին տարբեր աշակերտներ տարբեր կարծիք հայտնեցին հիմա մեկ-մեկ նայում եմ աշակերտների դեմքներին զգում եմ որ իրանք էլ ուզում են ինձ հարց տան բա դուք ինչով եք պայքարում ես ասեցի այն հարցը որ ինչ ուզում եք տակ այդ հարցն էլ տվեք տղաներից մեկը ասեց ընկերակոպյան այդ հարցի պատասխանը մենք գիտենք ասեցի ինչ հարցի ասես պատասխանը կասեմ որ հարցը բարձր ասեցի ասած դուք պայքարում եք մեզ սովորացնելով ու սա ինձ համար շատ տպավորիչ է եւ որ զգում ես որ քո աշխատանքը ունի ինչ որ չափով արդյունք է տալի բայց միևնույն ժամանակ կա այսպիսի մի բան էլ պիտի անընդհատ անես չկտրվի այդ շղթան անընդհատ պիտի անես որպեսզի կարողանաս տեսեք բազմաթիվ մեթոդներ կան դաստիարակության չգիտեմ այլ հազարավոր հարյուրավոր ասեի մեթոդներ կան բայց թերևս ես ամենալավ մեթոդը ընդունում եմ անձնական օրինակի մեթոդը եթե դու անձնական օրինակով չես այդ ամեն ինչ անում եթե դու չես կարող զինվորին ուղարկես մարտի դենց հնարավոր չի դու չես կարող մեկին ասես այս գործողությունը պիտի իրականացնենք սենց բայց դու այդ իրականացնողի մաս չկազմես այդ իրականություն դառնալու մասը չկազմես Պարոն ջան դուք զինվորական լինելով այսպիսի պատմություններ կա որ ստիպված էինք շորեր այրել փաստաթղթեր որտեվ հասկանալի վախենում էին գիտեին սահմանին ինչ է սպասվում ձեր դեպքում եղել է նման բան որ շորեր այրեք կամ ինչ որ կարևոր փաստաթղթեր որպեսզի Թշնամու ձեռքը չընկնի այդ ամենը որպես ապացույց ձեր ծառայության հայրենիքին Ուրեմն մեր ամբողջ արսենալը ցագախնիկ չմնացել է Արցախում տեսեք ոչ միայն զինված ուժերի զենքերը արսենալը դա ամեն ինչ ասված այս բառով նաև մենք ունեցել ենք անհատական զենքեր որոնք արգելադրվել ենք տարբեր խնդիրներ տարբեր առաջադրանքներ կատարելու համար հիմա մի այնպիսի ես կասեի ոչ մի կենտրոնից չճշտված տեղեկություն չի եղել դա ասում են որ բռնելու են սենց են անելու վերցնելու են զինվորական համազգեստը տնից կախած գալու են իմանալու են որ զինվորական եք հետո հետաքննելու են հետո այսպես անում ճիշտ ասած ես անկեղծորեն ասեմ շքանշանների այն որպես շքանշան չեմ բերել բայց որ իրանց փաստը հավաստող փաստաթղթերը բերել եմ եւ զինվորական գրքույկս եւ այդ ինչ ասեցի այն ինչ որ պետք է չբերեինք զենքեր նույնիսկ մարդկանց մեջ այնպեսի խոճապ կար որ մեքենայի մեջ դանակ բան պատարակա ասում են մի տարեք այնպես բան ու ամենավիրավորականը ինձ համար դա է եղել ամենավիրավորականը Արցախի կորստից հետո ամենավիրավորականն է եղել որ մի հատ ադրբեջանցի չգիտես ոչ կոչումը գիտես ոչ պաշտոնը գիտես ոչ նրա էությունը գիտես քեզ կանգնեցնում ինձ հետ տես դեպք եղել է ղեկին նստած կանգնեցնում ասում զինվորական ես եղել հարց է տվել ինձ հիմա մեջը սկսում է խոսել ամեն ինչ դու չես կարողանում այդ հարցին ճիշտ պատասխանես որովհետև պատասխանելու համար չկային բավարար միջավայրը որ դու տես պատասխան այդ առումով վիրավորվել եմ բայց ես պատասխանել եմ որ ոչ հիմա գալիս է հաջորդ հարցը բայց եթե հազարավոր մարդկանց այդ հարցը տալիս են չէ բոլորն ասում են ես զինվորական չեմ եղել բա ոչ մեկ զինվորական չենք եղել այս վերջում այս սովի մեջ հայտնված Արցախը
այս բլոկադայի մեջ ժողովուրդը բանակը, սոված բանակը ոնց է տեղային մարտերում ջախջախիչ հարվածներ հասցրել։ Ուզում եմ ասեմ մի կողմից սփոփում ասա, բայց մի կողմից էլ այնա որ դու այս մտածում ես ասում ես այս իմ ամբողջ տարվա որպես մարդ, որպես զինվորական չեմ ասում։ Զուտ որպես մարդ դառնում է այնպես Տեն վաստացուցիչ է իհարկե ճշտամու զենքի տակ։ Նվաստացուցիչ է, դա արդեն մի քիչ ոչ սովորական, ոչ ստանդարտ իրավիճակ է։ Եթե համեմատեք դուք ձեզ մինչ 20 թվականը եւ 20 թվականից հետո բնականաբար ձեր փորձառությունը բավականին հարուստ է արդեն դուք ինքներդ միգուցե կարող եք ծրագրեր կազմել, իրականացնել, նաև ինքնազարգացմամբ զբաղվել եւ վերապատրաստել միգուցե շատ շատերին նու հիշելով անընդհատ որ խաղաղություն ես ուզում պատրաստվիր պատերազմին ճիշտ է բայց այս իրողության մեջ այսօրվա իրողության մեջ ինչն է ձեզ ուշ տալիս ամենաշատը ճիշտ է այո ես ուզում եմ հիմա շատ չծավալվենք զինվորական բանի վրա, որովհետև մենակ մասնագիտությունը այդ չէ, էլի կան մասնագիտություններ, մարդիկ, որոնց հետ եւ դուք եւ մենք առնչվում ենք, մեր հասարակության միշտվար զանգված այլ ոլորտներում անգրկված, այդ թվում նաեւ այդ դժվարությունները հաղթահարած եւ հաղթահարելուն օգնելու համար մեր ջանքերը ինչով է միտված դրան։ Հիմա առաջին հերթին պետք է մարդ կարողանա նպատականնշի ինչ է ուզում անի այս մարդը վերջապես այս դժվար իրավիճակում ինչ է ուզում անի սկզբից պետք է նպատականնշի ինչ է ուզում անի հետո նպատականնշի ինչպես անի ինչպես կատարի ինչպես հասնի դրան խոսքս վերաբերում է առաջին հերթին Արցախից դա սա իմ սուբյեկտիվ կարծիքս է խոսքս վերաբերում է առաջին հերթին Արցախից եկած մեր ազգաբնակչությանը որ այո մենք պիտի կարողանանք այն ամեն ինչը այդ ապրումները այդ ցավը այդ տառապանքը այդ ամեն ինչը մեր կողքին կան հազարավոր որտեղորս մայրեր կան հազարավոր ավելի վատ վիճակում մարդիկ կան մենք էլ եղել ենք էլի շատ ավելի վատ վիճակում քան հիմա ենք այս բան նկատի ունեմ այսինքն այդ ամեն ինչը պետք է կարողանանք մենք հասկանանք, ընդունենք, որ սա իրողությունը սա է, սա իրականությունն է, եւ անընդհատ չնստենք մեկս մեկին այս դժբախտության, այս ձախողման, չգիտեմ, պատմությունները հիշեցնելով չասենք էլի, բայց մեկը այս չար, այս մեկը այն չար։ Տեսեք, այս մեկը այս չար է, մեկը այն չար է, այդ մասով ինձ ունեմ սուբյեկտիվ կարծիք։ Սա մի նախադասությունով արտահայտեմ, եթե մենք մեր ազգի դավաճաններին ազգի համար ծառայության կոչված լինելով իրենց ծառայությունները չկատարածներին մենք ինքներս չտեղում դատենք երբեք մենք արդյունքի չենք հասնելու սա այս մասով բայց ինչ վերաբերում այդ իրենց ընկճվելուն այո միևնույնն է դու չես կարող մեջից հանես դա ես 6 օր եմ ընդամենը որ չեմ աշխատել հոկտեմբերի 6-ին իմացել եմ որ իմ մասնագիտության գծով տեղ կա մոտիկացել եմ իդեպ ասեմ որ սա էլ մեծ նշանակություն ունի քեզ աջակցելու քեզ ընդունելու քեզ ընկալելու ես որպես Արցախից եկած մարդ ես այս միջավայրը այդպես ընկալել եմ եւ ինչ որտեղ նաեւ պարտավորեցնող է այդ ամեն ինչը մարդիկ քեզ դիտարկում են որպես հավասարի իսկ իրաց գործողություններով ցույց են տալի որ դեռ մի բան էլ շատ են անում որ դու այսպես ասեմ ինտեգրվես այդ գործի մեջ դա համար ես մեր արցախցիներին խորհուրդ եմ տալի որ չկոտրվել յուրաքանչյուր իր մասնագիտության մեջ յուրաքանչյուր անգամ եթե այս բան չկա մասնագիտական իրենց գործը պետք է կատարել ինչ որ բանով զբաղվել Պարոն ջան ոնց որ հնչեցրեցիք Արցախից տեղահանված ժողովրդին բառեր, որոնք հասանել էին, հիմա կխնդրեմ ձեր ուսանողներին, ինչ ոգեշնչման բառեր կուզեիք ուղղեիք։ Ես բարբերաբար կապի մեջ եմ Արցախից վերադարձած շատ
խավերի հետ, եւ երիտասարդների հետ, եւ նախկին մեր ավագ հրամանատարների հետ, տարբեր ոլորտներ ներկայացնող մարդկանց հետ, ինչպես նաեւ աշակերտների հետ Արցախից տեղանված, եւ ես մի հետաքրքիր բան կա, որ դասարանում նստած են ենթադրենք 28 հոգի, որից 2 հոգի արցախցի են, չէ՞։ Հիմա ես ի սկզբանե էլ այդպես է եղել։ Ես չեմ կարողանում, ոչ թե ցույց չեմ տալիս, այլ չեմ կարողանում ցույց տամ, որ այս մյուս աշակերտները նկատեն, որ ինքը արցախցի, ինքը լիարժեք հայ է, հավասարը իրավունքով լիարժեք հայ է, որը ժամանակավոր գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, եւ իմ աշակերտներին, նախկին աշակերտներին, ովքեր ինձ հետ ծառայել են, ովքեր դասավանդել եմ ես, խորհուրդս նա է, չպիտի ընկճվել, ոչ մի բան չանեմ, կան երիտասարդներ, որոնք առաջիկայում պիտի ամուսնանան։ Ամեն ինչ կա, մնում է ամուսնության հետ, մնում է այդ հարսանիքի պահը։ Հիմա երբեմն ես ասում եմ, ինչու եք հետաձգում ես ամեն ինչը, լավ, ինչին եք սպասում։ Անցած տարի ասել եմ, այս տարի էլ եմ ասել մի քանի հոգ, ինչին եք սպասում։ Ինչին սպասում եք, ես գիտեմ ինչին եք սպասում։ Բայց ավելի լավ ժամանակների։ Այո, ձեր ընտանիքներով, ձեր ընտանիք ունենալու, ձեր ընտանիք ստեղծելով դուք կկարողանաք այդ ինչին սպասում եք ավելի շուտ հասնեք նրան։ Այդ ձգտումը։ Վերջո այս հարցը պիտի ճիշտ զգացական մասով իմացանք, այս ամեն ինչը հոգեբանական ամեն ձև իմացանք, վերջո կատարողական մասը ո՞րն է։ Իհարկե, խնդիր ունենք մեր գենաֆոնդը հարստացնելու, զարգացնելու, ձեր ներկա աշակերտներին, դիլիջանցիներին, ընդհանուր Դիլիջանի դպրոցի աշակերտներին ում ուսուցանում եք։ Ես ասեմ, ի սկզբանե բոլոր աշակերտներն էլ, բոլորին շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ իմ գործնեության բնույթին ըմբռնումով մոտեցան։ Երբեմն մեկ նկատում եմ, որ իրանք տենց չափի մեջ նմանակում են ինձ։ Ասում եմ, ձերքերդ գրպանից տանի, ուղիղ կանգնի, ինքը երևի չէ լսել այդ ամեն ինչը, ուղիղ կանգնի։ Դե մեկ էլ Արցախի բարբարով ասում եմ, եկստեմին, տենց ասում եմ, մեկ էլ ասում եմ, այսինքն այս ըմբռնումով մոտենալու մեջ շատ բաներ կա։ Ես իրանց բացատրում եմ, որ տղա, դու պետք է գնաս այս ճանապարհով։ Սա քո մասնագիտության հետ ընդհանրապես կապ չունի։ Վաղը դու եթե դառնալու ես ռադիոֆիզիկոս դառնալուց առաջ կա մի ուրիշ մասնագիտություն, դա հայրենիքի պաշտպանի մասնագիտությունն է։ Քո ռադիոֆիզիկան զարգանալու է մենակ հայրենիք ունենալով, պետության սահման ունենալով։ Դրանով մենակ կարա զարգացնես։ Ու մեկ էլ ասեմ, որ աշակերտները ուզում եմ ասեմ, որ ըմբռնումով մոտեցան այս ամեն ինչին եւ անընդհատ այս ամեն ինչը կատարելագործում է։ Տարբեր անցած տարի գնացել ենք ճամբարային հավաքներ, ամառային ճամբարային հավաքներ, ամբողջովին զինվորական համազգեստով, ամեն ինչով։ Այսինքն մեր գործնեության հիմքում ի՞նչն է, յուրաքանչյուրս մեր ոլորտում պիտի կարողանանք ինչ-որ բան առաջ տանենք, ինչ-որ բան ուսուցանենք։ Մեկ էլ եմ ասում, ամենավտանգավորը ազգի եւ պետության համար նա է, որ դու կատարում ես այդ աշխատանքը ոչ թե արդյունքի հասնելու համար, այլ ցույց ես տալի, նմանակում ես, որ կատարում ես։ Սա վտանգավոր երևույթ է։ Սա շատ վտանգավոր երևույթ է, ու սրանից պիտի զերծ մնանք։ Մի բան էլ, որ ես անընդհատ մեր տնօրենության հետ երբ որ տենց խոսում ենք, անընդհատ մի բան ասում, այս դպրոցից չպիտի մի աշակերտ դուրս գա, ով առաջի կրակոցից թիրախը չխոցի։ Այսօր թիրախը պայմանական է, վաղը լինելու է իրական։ Բաժան, շնորհակալ եմ, որ չմերժեցիք, կիսվեցիք ձեր կյանքի կենսագրական մանրամասներով եւ կարծում եմ ձեր գործունեությունը Դիլիջանում օրինակել է ոչ միայն ձեր աշակերտների համար, այլ նաեւ մեր ամբողջ հանրության համար։